նախ բախումների որևէ հնարավորություն բացառում է, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմը եւ հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով։ Երկրորդը հայաստանյաց առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել կտրիչ Ներսիսյանից եւ մայրաթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից։ Ես արդեն իմ դիրքորոշումը ասել եմ, որ կտրիչ Ներսիսյանը եւ նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են եւ եղծում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքը։ Հաջորդը 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում եմ։ Ես այս պահին նման անհրաժեշտություն եւ որոշում չեմ տեսնում եւ ուզում եմ ասել նաեւ մի բանի վրա հրավիրել ձեր ուշադրությունը։ 10 եպիսկոպոսները Էջմիածնի միաբաններ են, այսինքն Էջմիածնի վանական համալիրը իրենցն է եւ իրենք էլ Էջմիածնի վանական համալիրին են։ Եվ հետեւաբար նրանց կողմից հնչեցված հրավերը հավաքվելու մայրաթոռում բացարձակապես լեգիտիմ է, որովհետև դա ըստ էության իրենց միաբանությունն է, իրենց կեցավայրն է եւ իրենք ունեն լեգիտիմություն իրենց հետևորդներին եւ նրանք նաեւ թեմակալ առաջնորդներ են, իրենց թեմի հավատացյալներին, թեմերի հավատացյալներին հրավիրել։ Միջայլոց խոսքը գնում է խոսքը արիատյան թեմի առաջնորդի մասին է, Արմավիրի թեմի առաջնորդի մասին է, Արարատյան Մասյացոտն թեմի առաջնորդի մասին է, այսինքն իրենք ըստ էության գործում են իրենց թեմում։ Եվ այսպիսով նրանց գործողությունները լեգիտիմ են։ Հաջորդը նաև շատ է հնչում, ես տեսա, որ նաև որոշակի հարցադրումներ են արվում, ինչն է կապում ինձ 10 եպիսկոպոսների հետ։ Միայն եւ միայն բացառապես օրակարգը, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման օրակարգը եւ մի հարցում եւ էլի ուրիշ հարցերում մենք ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգը անհնար է իրականացնել առանց Կտրիչ Ներսիսյանի հեռացման մայրաթոռից։ Հաջորդը ուզում եմ ասել նաեւ, ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, մենք արդեն բավական երկար ժամանակ այդպես գործում ենք, բայց այդպես չենք հայտարարել, Կտրիչ Ներսիսյանի որևէ որոշում Հայաստանի Հանրապետությունը չի ընդունելու, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է։ Օրինակ Տեր Արամ Ասատրյանը շարունակում է Հայաստանի Հանրապետության համար լինել Տեր Արամ Ասատրյան։ Եվ Կտրիչ Ներսիսյանի որոշումը նրանք կարգալույծ անելու մասին մենք չենք ընդունել եւ մենք շարունակում ենք Տեր Արամ Ասատրյանին, Տեր Թադեին, Տեր Տարոնին համարել գործող հոգեվորական։ Եվ ելի ուզում եմ կրկին Էլ եմ ասում, որովհետև այստեղ մենք պետք է հարցին ճիշտ մոտենանք։ Ինչ է տեղի ունենում եւ ինչի շուրջ է, որովհետև ամենատարբեր վարկածներ են առաջ քաշվում օրակարգի։ Իսկ ո՞րն է այդ օրակարգը։ Արդյոք ես ինձ կամ մյուսներին սուրբ եմ համարում այս օրակարգի մեջ։ Ոչ բնականաբար, որովհետև ինչչայլոց եթե այդպես համարեինք, մենք սրբապղծություն կգործեինք, որովհետև ցանկացած քահանա պատարագի կարգը սկսելուց առաջ նա իր մեղքերի խոստովանություն է անում եւ իր մեղքերի համար թողություն է խնդրում։ Այստեղ խնդիրն է նա, որ մենք բոլորս, ես էլ 10 եպիսկոպոսներն էլ ընդունում ենք, որ մենք բոլորս մեղավոր ենք, այդ թվում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ճգնաժամի համար եւ պատասխանատու ենք այդ ճգնաժամը լուծելու համար։ Եվ այն, որ այսօրվա իրադարձությունը ինչի մասին է։ Այսօրվա իրադարձությունը նրա մասին է, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն ճգնաժամ է, այլևս որևէ մեկը դա չի կարող շղթել եւ այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։ Չի հանգուցալուծվելու այդ ճգնաժամը, քանի դեռ Կտրիչ Ներսիսյանը հեռացված չէ մայրաթոռից։ Այսօր կհեռացվի մայրաթոռից։ Ուրեմն ճգնաժամի հաղթահարման մեկնարկը կտրվի այսօր, վաղ կհեռա։ Բոլոր դեպքերում առաջի քայլը դա է։ Եվ սա նաև կոնսենսուսի հաջորդ կետն է մեր եւ 10 եպիսկոպոսների։ Եվ ես ասում եմ, ես նրանց չեմ ուղղորդում եւ չեմ ուղղորդել։ Պատկերացնում եք եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների, ես ով եմ որ իրենց ուղղորդել։ Բայց ես նրանց աջակցում եմ։ Եվ նրանց հետ կիսում եմ ոչ միայն նրանց հետ, հանրության հետ, հրապարակային ես կիսել եմ գաղափարներ,
Եվ ուզում եմ նաև 10 եպիսկոպոսներին շնորհակալություն հայտնել իրենց խիզախության համար, որովհետև հեշտ չի անել այն, ինչ որ իրենք անում են։ Գուցե ինձ համար շատ ավելի հեշտ է այդ թեմաներով հանդես գալ, բայց իրենց համար տասնապատիկ ավելի դժվար է եւ դա պետք է գնահատանքի արժանանա եւ ես աջակցում եմ եւ կաջակցեմ բոլոր հնարավոր օրինական եւ քրիստոնեական հավատքի, դավանանքի վրա հիմնված բոլոր միջոցներով։ Շնորհակալ եմ։ Պարոն վարչապետ, արդեն որոշում ունեք առաջիկա կիրակին որտեղ եք մասնակցելու պատարագին, հնարավոր է դա իջնածինը լինի, ու նաև մամուլում լուրեր են շրջանառվում, որ պատրաստվում եք կաթողիկոսի տեղապահ նշանակել arczepiskopos Քիչոյանին այդ մասին ինչ կասեք։ Առաջիկի կիրակի օրվա հետ կապված մի քիչ հարցեր կան, որովհետև ես այց ունեմ եւ հիմա այսինքն պետք է մեկնեմ միջազգային միջոցառում կա, որին պետք է մասնակցենք եւ հիմա պետք է փորձենք տեսնել ինչպես անել, որպեսզի այնտեղ էլ ճուշանամ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստն է եւ պետք է մեկնեմ ժամերի հետ կապված, որը շատ շուտ է պլանավորված, հակառակ դեպքում այլ կերպ կպլանավորենք, դրա մասին կհայտարարեմ։ Ինչ վերաբերում է տեղապահի հարցին, ես պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել, դա եպիսկոպոսած դասի որոշումը պետք է լինի։ Ինչպես եւ կարգով ես ինչքան գիտեմ, դա էլ անկեղծ ասեմ, չգիտեմ, նախատեսված է տեղապահ եպիսկոպոսած դասն է ընտրում, թե ազգային եկեղեցական ժողովի ընտրում եւ այլն։ Ինձ կարծիք կհարցնեն, ես կարտահայտեմ այդ կարծիքը, չեն հարցնի, ես էլ եմ ուզում ասեմ։ Նրանք, ովքեր այլ դիտանկյունից են նայում, ուղղակի սխալ են հասկանում իրավիճակը։ Իմ օրակարգը բացառապես հոգեվոր է եւ բովանդակային է։ Եվ անձերի հետ առնչվում է այնքանով, ինչքանով որ առնչվում է հոգեվոր բովանդակության հետ։ Ես էլ եմ ասում, այս օրակարգում ես չեմ հետապնդում ինտրիգներ։ Եթե ինտրիգներ հետապնդելու լինեի, շատ վաղուց շատ ձևեր կային եւ տարբերակներ կային, ես կգնայի այդ տարբերակով։ Ոչ, ձեր հարցի ուղիղ պատասխանն է ոչ։ Հերքում եմ։ Ես հերքում եմ ընդհանրապես, որ ես ունեմ, մտածում եմ տեղապահի որևէ տեխնացուի մասին։ Ես հերքում եմ, որ ես նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել։ Տեղապահի մասին, եթե կարծիք հարցնեն, չեմ փախնի, ասեմ, դուք չէ, նրանք ովքեր դուք ունեք ընտրության լիազորություն, ովքեր ընտրության լիազորություն ունեն, ինձ կհարցնեն, կարծիք կասեմ, չեն հարցնի, չեմ ասի։ Ես հարցին պատասխանեցի։ Եթե հիմա ես կարծիք արտահայտեմ որևէ տեխնացուի վերաբերյալ, պոտենցիալ, բոլոր ինչքան գիտեմ, ցանկացած եպիսկոպոս կարող է լինել։ Կնշանակի խախտեմ այն սկզբունքը, որ ես չեմ խառնվում այդ գործերին։ Այդ դուք եթե եպիսկոպոսած ժողովի մասնակից լինեիք եւ եպիսկոպոսած ժողովի կողմից ինձ հարցնեիք, ես այդ հարցին կպատասխանեի։ Երբ որ այդ լիազորություն ունենաք, խոստանում եմ կպատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, տպավորություն է, որ ձեր հայտարարությունները դուք անում եք, դրանից sense բում է լինում եւ դա անցնում գնում է։ Օրինակ, երբ որ ասացիք, չեմ ուզում կաթողիկոս, որը ամենօրյա ռեժիմով թե բարբերաբար զեկուցում է հատուկ ծառայության, օտարպետության հատուկ ծառայության լեյտենանտին, դրան ոչ մի բան չհայտվեց։ Եթե այդ հայտարարությունը իրականություն էր, ապա դա սկանդալ էր պայթել եւ մենք դատախազություն հարցում ենք անում, ասում է, չունեմ տեղեկություն, որ վարչապետի այդ հայտարարությունից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել կամ քրեական վարույթի մասին տեղեկություններ կան։ Դուք այս հայտարարությունից հետո արդյոք հրավիրվել եք որևէ քննչական մարմին, որևէ քննչական գործողության մասնակցել եք թե ոչ, եւ եթե իրավապահ համակարգը որևէ բան չի ուզում անել, դուք եթե նման տեղեկատվության եք տիրապետում, ինչու հանցագործության մասին հաղորդում չեք ներկայացնում։ Ասեք, փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիչ Ներսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել խորհրդային միության ժամանակ։ Ասում եք սկանդալ է պայթել, այդ սկանդալը ինչի չի պայթում։ Վերջը բարձել եք, այդ ճիշտ է, այդ ճիշտ չի, փաստաթղթեր են հրապարակվել։ Եվ հայտարարություններ են եղել, որ այդ թվում հրապարակային հոգևոր ծառայողների կողմից Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին։ Ես ասեմ, որ ես հետաքրքրվել եմ, մեր ծառայություններն էլ այդ նույն տեղեկությունը ունեն։ Այո, ԱԾ-ն ունի այդ տեղեկությունը։ Բայց ինչ։ Ինչի վարույթը ԿԳԲ-ի գործակալ լինելու համար վարույթ չեն կարող հարուցել, որովհետև իրանք եղել են խորհրդային միության քաղաքացի։ Հիմա արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա։ Ուրեմն ամեն ինչ չի, որ քրեական գործի ռեժիմով է աշխատում, որովհետև կա օպերատիվ աշխատանք, կա հակահետախուզական աշխատանք, կա հետախուզական, բոլոր անհրաժեշտ միջոցառումները արվում են։
Էլ չեմ ասում դրա հետ բազմաթիվ այլ շերտեր կա, որը ամեն ինչը իր ընթացքով լուծում կստանա։ Հիմա սկանդալը կա, թե չկա։ Հիմա նոր Նախիջևանի թեմի առաջնորդը ԿԳԲ-ի գործակալ է եղել։ Դա սկանդալ է, թե սկանդալ չի։ Ինչ որ սկանդալ չի։ Գիտեք ինչի սկանդալ չի, որովհետև սկանդալը կախված է նրանից, թե ով է ֆինանսավորում սկանդալը։ Մենք քանի որ սկանդալ չենք ֆինանսավորում չկա։ Բան սկանդալ չկա։ Իսկ նրանք ովքեր ֆինանսավորում են, իրանց հետաքրքիր չի սկանդալը, դրա համար սկանդալ չկա։ Այո, ես հիմա էլ եմ ասում։ Ես հիմա էլ եմ ասում եւ դա իմ գնահատականն է եւ դա նաեւ ակնհայտ իրողություն է։ Այսինքն ձեզ համար նորություն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից։ Ինչով է նորություն։ Չեք տեսել փաստեր։ Ուշադիր լրատվությանը հետևեք կտեսնեք այդ փաստերը։ Դե քրեական գործածես պետք դա տեսնելու համար գնացեք ձեր գրած հրապարակումները նայեք, մամուլի հրապարակումները նայեք, պաշտոնական հաղորդագրությունները նայեք։ Ամեն ինչա որ քրեական գործով է լինում։ Բա որ քրեական գործերով այդ ձեր հրապարակումները, որ քրեական գործերով չի հիմնավորվում, ինչի չեք հերքում։ Ինչի չեք հերքում, օրինակ են հրապարակումներ, ներողություն խնդրում հանրությունից, ասելով որ մենք սենց բան էինք գրել, չի հաստատվում, քրեական գործով հերքվել է դա։ Ինչի ներողություն չեք խնդրում։ Բա որ ամեն ինչ քրեական գործերով է։ Բա դեր քանի հրապարակում է, որ քրեական գործով հիմնավորվել է։ Քանի հրապարակում կա։ Այսինքն սկանդալը հոբանով չի։ Ինչի՞ չեք էլ հարց տալիս, որ այս պաշտոնյանա տուն գնել, այն պաշտոնյա։ Այն բանից հետո, երբ ասում են բրիֆինգին ներկա լրագրողների 70%-ը տուն է գնել։ Հիմա դա կոռուպցիա է, թե կոռուպցիա չի։ Բա ինչի քրեական գործեր չեն հարուցվում այդ առիթներով։ Որ հարուցվեն պետք է ասեն բանա, չէ՞, մամուլի հետապնդումը։ Որ հարուցվեն ասելու են եկեղեցու դեմ հետո։ Մենք ոչ մամուլին ենք հետապնդում, ոչ էլ եկեղեցուն։ Մենք հանրության հետ կիսում ենք մեր տեղեկատվությունը եւ ակնհայտ տեղեկատվությունը։ Հիմա հետաքննություն արեք։ Հիմա ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին տեղեկատվությունը ճիշտ է, թե ճիշտ չի։ Ինչի հարցում։ Միջև այսօր ո՞ր լրագրողն է կաթողիկոսին հարցրել։ Աղջիկ ունեք, թե չունեք։ Հարց 1։ Երկրորդը դա համատեղելի է արդյոք ծառայության հետ։ Հարց 2։ Ձեր եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է, թե չէ։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Եկեղեցին ֆինանսական թափանցիկություն ունի, թե թափանցիկություն չունի։ Հարց տվել եք, ինչի իմիջիալոց ասեմ 10 եպիսկոպոսների թեման ինչից է սկսել։ Երբ որ հանձնախումբ ա եղել, որը ասել է, որ Արշակ կամ Սամվել Խաչատրյանի հետ կապված իրավիճակը պետք է քննվի։ Եվ Կտրիչ Ներսյանը հրաժարվել է դա քննել։ Բայց հարցերը ինչի չի տրվել։ Հիմա կարող է այդ լեյտենանտ արդեն կապիտան հաստատել։ Դա աշխատանքի համար։ Հաջորդ հարցը Միր։ Պարոն վարչապետ, ԵԱՏՄ-ի արդյունքներով, որոնք են այն հիմնական որոշումները կամ նախաձեռնությունները, որոնք Հայաստանի տնտեսության զարգացման համար առաջնային են, կամ որ որոշումներն եք դուք առավել կարևորում։ ԵԱՏՄ-ի արդյունքներով, որոնք են այն հիմնական որոշումները կամ նախաձեռնությունները, որոնք Հայաստանի տնտեսության զարգացման համար ավելի կարևոր կամ որոնք եք դուք ավելի շատ կարևոր։ Առաջիկա նիստի թե նախ որովհետեւ Դեկտեմբերի 11-ի։ Դեկտեմբերի 11-ի։ Օրինակ, մասնավորապես մենք էլեկտրոմոբիլների քվոտայի հարցը լուծվեց եւ ընդհանուր առմամբ շուկայի կարգավորման արգելքները վերացնելու մաքսային ընթացակարգերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված օրակարգեր են քննարկել եւ շարունակական հարցեր են, որոնք հիմնական խնդիրը այնա, որ տնտեսական փոխգործակցությունը ավելի արդյունավետ դառնա, բայց գիտեք ինչ ամեն ինչ չի, որ ֆորմալ որոշումներով է կարգավորվում։ Հիմա օրինակ տեսեք, Ղազախստանի հետ տեսեք մեր քաղաքական հարաբերությունները ինչ բարձր մակարդակում են։ Եվ Ղազախստանը եւ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են։ Բայց եկեք նայենք առևտրաշրջանառությունը։ Շատ փոքր։ Փոքր իր պոտենցիալի համեմատ եւ փոքր, այո, բացարձակ թվով էլ փոքր։ Ինչու լոգիստիկ կապերի խնդիրների պատճառով։ Եվ հիմա այն որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվել, նոր հնարավորություններ է բացում նաեւ ԵԱՏՄ-ի սահմաններում։ Կամ հիշում եք օգոստոսի 8-ին, երբ որ օգոստոսի 8-ի հռչակագրից հետո ասում էր, որ սա հակառուսական որոշում է, որ սա ընդդեմ Ռուսաստան է։ Ես էլ ասում եմ ոչ։ Ասում եմ սա նոր հնարավորություններ է բացում նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար։ Հիմա այն ինչ անկախ Հայաստանի եւ անկախ Ռուսաստանի պատմության մեջ չի եղել երբևէ, օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում տեղի է ունեցել։ Հայաստանը եւ Ռուսաստանը ունեն երկաթուղային կապ։ Եվ նաեւ այս որոշումները ԵԱՏՄ շրջանակում շատ ակտիվացնելու են։ ԵԱՏՄ շատ կան ռազմավարական որոշումներ, ընդհանցակարգային որոշումներ, որոնք կոնկրետ արդյունքը այս վերջին նիստի, մասնավորապես 15000 էլեկտրոմոբիլների քվոտաներ, որը հանրությանը շատ հետաքրքիր է
մաքսային ընթացակարգերի հարցեր ենք քննարկել եւ այդպես շարունակ։ Հաջորդ հարցը հանրային ռադիո։ Պարոն վարչապետ, 3 հարց ունեմ, թույլ տվեք ընթերցեմ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը օրերս հայտնել էր ցանկություն Թրիփին միանալու մասով, որպես հիմք վկայակոչվում էր 21-23 թվականների եռակողմ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան այս մշակված լուծումները, նաև փորձագիտական խորհրդատվություն են առաջարկում գնահատումների հարցում։ Հայաստանի համար որքանով է սա դիտարկելի, որոշ ժամանակ առաջ ռադիոլուրին հարավկովկասյան երկաթուղիներից ասել են, որ պատրաստ են դիտարկել միայն Մեղրիի հատվածը իրենց տնօրինությունից փոխանցել Հայաստանին, այս մասով ինչ կասեք, Հայաստանը դիմել է թե չէ եւ դիտարկում եք արդյոք այս տարբերակը, սա առաջին հարցը։ Իրոք է։ Ես թվում է 3 հատ հարցեր։ Երկու հարց կոնե թույլ տվեք։ Տեղեկություններ կան, որ Հայաստանին հաջողվել է հաղթահարել Եվրամիության խաղաղության աջակցության ծրագրով 20 միլիոն եվրոյի այդ խոչընդոտը, այսինքն Հունգարիան հանել է վետոն, կարող եք հաստատել սա, եթե այո, ինչ փուլում է գործընթացը եւ ինչ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում է դա հնարավոր դարձել։ Դա ուղղվելու է պաշտպանության ծախսերին։ Շատ լավ, նախ երկաթուղի Մեղրի հատվածի հետ կապված թյուրըմբռնում կա, որովհետեւ այդ հատվածը Ռուսաստանի կառավարման ներքո չի, որ իրանք հանձնեն Հայաստանին։ Դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է եւ մենք այդ տարածքի կառավարում որևէ մեկին չենք արտապատվիրակել, այսինքն այնտեղ երկաթուղի չկա, որ մի հատ էլ կառավարվել որևէ մեկի կողմից, այսինքն տես թեմա չկա։ Երկրորդը Տրիպի հետ կապված գիտեք, որ հռչակագրում հստակ գրված է, որ դա Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է եւ երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով, այսինքն դա հստակ ձևակերպված է եւ այս շրջանակից դուրս մեկնաբանություն տալը կոռեկտ չեմ համարի, բայց նաև ասեմ, որ ես Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրել եմ շտաբ կարգով զբաղվել մասնավորապես երկաթուղու երասխից մինչև Ադրբեջանի դեպի Նախճեվան սահման եւ Ախուրիկի հատվածի մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ եւ կարծում եմ նաև ես առաջիկայում նաև նույն հարցը կբարձրացնեմ կապված Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետև կարծում եմ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա եւ հույս ունեմ Ռուսաստանի մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքը իրականություն կդարձնեն։ Ինչ վերաբերվում է եվրոպական խաղաղության գործիքին, այո, արտաքին գործերի նախարարը զեկուցել է ինձ, որ Հունգարիայի գործընկերները կարծես որոշմանը համաձայնվել են եւ կա կոնսենսուս, թե յուռ որոշումը կլինի կհրապարակվի, դա բովանդակային առումով էսպայն չեմ կարող ասել, բայց բոլոր դեպքերում դա նպաստելու է եւ ծախսվելու է խաղաղության օրակարգի եւ խաղաղության տրամաբանությամբ։ Հաջորդ հարցը առավոտ Փաշինյան, հայտնի փաստ է, որ Արցախում Ադրբեջանը իրագործել է ցեղասպանական գործողություններ, նաև միջազգային հայտնի մասնագետներ են այդ գնահատականը տվել, մարդկության դեմ ուղղված հանցագործություն եւ դրա հետևանքով Արցախի բնակչությունը բռնի տեղահանվել է։ Հիմա դուք այս հարցերը բարձրաձայնելու փոխարեն խոսում եք այն մասին, որ Արցախի ժողովրդի վերադառնալու իրավունքի հարցը պետք է փակել, այդ հարցը հավասարեցնում եք Ադրբեջանի իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված կեղծ թեզի հետ, այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի թեզի հետ։ Մասնագետները պնդում են, որ դրա փոխարեն Հայաստանի իշխանությունը պետք է դիմի միջազգային քրեական դատարան։ Օրինակ վերջերս Արման Թաթույանն էր առաջարկում այդ առաջարկով հանդես գալիս եւ ասում ինչու այդ հարցադրում են նաև ընդդիմադիր պատգամավորները մեր ինչու Հայաստանի իշխանությունը չի գնում այդ ճանապարհով եւ ինչու են արվում քայլեր, որոնք ձեռնտու են ոչ թե հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին, այլ ձեռնտու են մեր թշնամիներին։ Եվ այն, որ դուք չեք անում այդ քայլերը, արդյոք դա չի նշանակում, որ փորձ է արվում կոծկել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, հա, Արցախում տեղի ունեցած, նաև ընդհանրապես Հայաստանի տարածքում են տեղի ունեցել այդ գործողությունները, ու նաև դուք ասացիք բախումներ չհրահարվի վստահ եք մայրաթորում այսօր, բայց պարակտում հաստատ լինում է, հա, այդ գործողություններով, օրինակ Գյումրիում էլ զուգահեռ երկու պատարակ տեղի ունեցավ, այն օրը, երբ հայ ժողովրդի համար սգո օրեր հիմա այսօր են խոսում զուգահեռ երկու պատարակի մասին եւ պարակտում է մտցվում հայ ժողովրդի մեջ այդ գործողություններով։ Պարակտումը գիտենք, որ ձեռնտու է մեր ճշնամիներին։ Ձեզ որքանով է ձեռնտու այդ պարակտումը, շնորհակալություն։ Գիտեք, առաջին հարցի հետ կապված, ընդհանրապես ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր ընթացիկ քաղաքականությունների հիմքում մեր պատմության վերլուծությունն է։ Մեր նորագույն պատմության, նոր պատմության եւ ընդհանրապես պատմության վերլուծությունը
Եվ այն ինչ դուք ասում եք, որ խոսում են մասնագետները, այդ ճանապարհը մի ճանապարհ է, որը մեզ դնելու է մի վիճակում, որ մենք Ղրիմյան հայրիկի նման թղթե շերեփ առած, ընկնենք դռնեդուր եւ մեծ տերությունների եւ մեծ ու փոքր տերությունների առաջ, ինչպես Ղրիմյան հայրիկները ասում, բան անենք, լաց ու կոծով զբաղվենք, եւ որը այսօր այս կառավարության նիստում էլ ասցի, որը կբերի ինչի եւ բերել է ինչի, եւ մենք նոր ենք, ընդամենը 2 տարի էլ դեռ չկա, որ ազատվել ենք դրանից, ընդամենը 2 տարի, կբերի ինչի, որ բոլորը մեզ կօգտագործեն սեփական նպատակների համար, եւ միակ սուբյեկտը, որ մեզ չի օգտագործի սեփական նպատակների համար, այդ կլինենք մենք։ Այսինքն, այն ճանապարհը, որ դուք ասում եք, դա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի մանրադրամացման ճանապարհն է միջազգային քաղաքականության եւ դիվանագիտական խաղերի մեջ։ Մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք եւ հետեւություններ անենք, որովհետեւ դա մի ճանապարհ է, որը հայ ժողովրդին հարատևությամբ դատապարտում է նահատակի եւ գոյատևողի ճակատագրի։ Ես նախկինում էլ ասել եմ, որ մեր կառավարության եւ իմ առաքելությունը համարում եմ հայ ժողովրդին նահատակացման այդ տրամաբանությունից դուրս բերելը եւ մենք այսօր այո հասել ենք դրան բազմաթիվ զոհերի եւ զոհողությունների գնով։ Եվ այն ինչ որ դուք ասում եք, ճանապարհը, որ նորից մենք գնանք մեր պետությունը եւ մեր ժողովուրդը մանրադրամացնելու ճանապարհով, սրա նրա ձեռքին խաղակարգ դարձնելու ճանապարհով։ Եվ տեղել այսօր կառավարության նիստում ինչ հետաքրքիր է զուգադիպ ձեր հարցը։ Ես ասում եմ, որ մենք ի վերջո պետքա հասունանանք։ Ի վերջո պետքա հասունանանք եւ նույնիսկ դիվանագիտական դասագրքերում են ճշմարտությունը ճակերտներում, որ ասում է չկան մշտական բարեկամներ եւ մշտական ճշնամիներ, կան մշտական շահեր, մենք պետքա վերանայենք էս։ Որովհետեւ ճշմարտությունն է նա, որ չկան ճշնամիներ եւ չկան բարեկամներ։ Կա պետություն իր շահերով եւ մենք պետքա գնանք այդ պետության շահերի հետևից։ Որտեւ էլի եմ ասում, ես այդ հարցին անդրադարձել եմ։ Հիմա մենք կարող ենք ասենք Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգին ворթեգրում, ով է շահելու դրանից։ Ով Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելու է։ Այսինքն դուք գիտեք ինչ եք ասում, ասում եք եկեք Ղարաբաղի ժողովրդին, հայ ժողովրդի մնացած մասերի նման դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակին։ Որ մարդիկ չիմանան, ի վերջո որտեղ են իրանք երեխեքը, իրանք թորները, իրանք ծորները, որտեղ են ապրելու։ Կա հասցե, թե չկա, այս ասում եմ այո, կա հասցե, եւ այդ հասցեն Հայաստանի Հանրապետությունն է իր միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքով։ Այն մնացածը, ինչ որ դուք ասում եք, դա էլի եմ ասում, ճանապարհ է, որը ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ուղիղ ասում եմ ձեզ, հազիվ այդ գործից ես եւ մենք ազատվել ենք։ Որ շատ լավ, այդ միջազգային հարգելիս, ես պատահ։ Շատ լավ։ Մենք տեսանք այդ միջազգայինորեն ամրագրված, արձանագրված իրավունքները, որը տոնում ենք համազգային կերպով, ուրախանում, որ էս ինչ լավ, որ իրականության մեջ ինչ ա վերել դա։ Մենք էլի դասեր չենք քաղում, մենք, չգիտեմ, տարբեր պայմանագրեր ենք ունեցել, չգիտեմ, Սան Ստեֆանոյի կոնֆերանս, Բերլինի կոնֆերանս, Սևրի պայմանագիր, չգիտեմ, այս դատարանի վճիռ, այն դատարանի վճիռ, այն ինչ փաստաբանը սենց ասեց, բա տեսա ուժեղ փաստաբանը, որ նախկինում 1861 թվականին եղել է, չգիտեմ, որ դատարանի գերագույն դատավորը սենց բան ասեց։ Փրկվանք։ Ոչ, մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Ուղիղ ասում եմ, հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Որովհետև դա ճանապարհը մեր եւ մասնավորապես Ղարաբաղի ժողովրդին հավիտյան պանդուխտի կարգավիճակի դատապարտել։ Մենք չենք գնում, մենք ասում ենք Ղարաբաղի սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Դուք պետքա տնավորվեք Հայաստանի Հանրապետություն։ Ստանաք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, մենք ասում ենք Հայաստանի քաղաքացիներ։ Մենք պետքա հրաժարվենք պանդխտելու հացի հետևից, պանդխտելու տրամաբանությունից, որովհետև հացը էստեղ է։ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե նահատակվելու գործիք է, այլ հաց ստեղծելու գործիք է։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Այսօր ես կառավարության նիստում մի ժամ ուղիղ կարդացել եմ այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք մենք ֆինանսավորում ենք։ Մենք մարդկանց ոտի տակը ճանապարհ ենք սարքում, մայթ ենք սարքում, որովհետև սա երկիր է Հայաստանի Հանրապետություն, որտեղ մարդը պետք է ապրի։ Եվ մի քանի մասնագետի, որ իրանք աշխատանք ունենան, մենք չենք պատրաստվում մի ամբողջ ժողովրդի եւ պետության ճակատագիր դնել հարցականի տակ։ Մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Մենք հրաժարվել ենք այդ ճանապարհից։
Եվ այդ ճանապարհից հրաժարվելու արդյունքում մենք դարձել ենք լիարժեք պետություն։ Ոչ թե հաշմանդամության հազար ներողություն ամենայն հարգանքով։ Խումբ ունեցող այլ լիարժեք պետություն մենք վերականգնվել ենք։ Դրա համար է որ ես ասում եմ, այսօր մենք անկախ ենք քան երբևէ, ինքնիշխան ենք քան երբևէ, պետություն ենք քան երբևէ։ Եկեղեցին չի պարակտվում, որովհետև ժողովուրդն է չի պարակտվում, որ լսեք, պատարակը մի բան է, որ կարող է զուգահեռ 25 տեղ լինի, ամեն կիրակի հարյուրավոր տեղերում լինում է պատարակ։ Ինչ պարակտման մասին է խոսքը։ Խոսքը Մայրաթոռը մի քանի աղանդավորից ազատելու մասին է, Կտրիչ Ներսիսյան եւ իր նեղ խմբակը։ Ինչ պարակտման մասին է խոսքը։ Պարոն վարչապետ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը իր հարցազրույցում նշել էր, որ դուք պատրաստ եք հանդիպել Կտրիչ Ներսիսյանին, կխնդրեմ ասեք համապատասխանում է այս տեղեկությունը իրականությանը եւ 10 եպիսկոպոսները, որոնք բարձրաձայնել են եկեղեցում արկա խնդիրները, քննադատությամբ են հանդես եկել եւ միացել են ձեր պահանջին, ձեր գնահատմամբ արդյոք նրանք ավելի ամբից են եւ տարբերվում են մյուս հոգեվորականներից։ Ահա նրանք չեն միացել իմ պահանջին, նրանք իրենց օրակարգն են ձևավորել, որը շատ մեծ ընդհանրություն ունի այն օրակարգի հետ, որը ես եմ առաջարկել հայտնի հանգամանքների բերումով։ Ես ուզում եմ պարզ լինի։ Իրանք չեն միացել ինձ, ոչ էլ ես եմ միացել իրանք իրանք օրակարգն են բերել, ես իմ օրակարգն եմ բերել կամ մենք մեր օրակարգն ենք բերել, եւ այդ օրակարգերը պարզվում է որ մեծապես համընկնում են։ Եվ սա հենք հաստեղծում, որ մենք այդ օրակարգի շուրջ աշխատենք։ Այսինքն մեր ջանքերը մեկտեղ, եթե նույն խնդիրներն ենք ձևակերպել, ինչու այդ նույն խնդիրների շուրջ չաշխատենք։ Երկրորդ նրա մասին էր, որ արդյոք Կտրիչ Ներսիսյանը ինչ։ Այո, պատրաստ եմ ընդունել մի օրակարգով իր արժանապատիվ հեռացումը ապահովելու օրակարգով, որ պայն պատրաստ լինի հանդիպել, ես պատրաստ եմ։ Ինչ վերաբերում է 10 եպիսկոպոսներին, նրանք ավելի լավն են, խոսքը դրա մասին չի։ Ինչով են նրանք ավելի լավը, որ նրանք ընդունում են նորոգման, վերանորոգման, ներողություն, բարենորոգման եւ ինչու՞ չէ, վերանորոգման, բարենորոգման օրակարգը։ Այսինքն այստեղ խոսքը բովանդակության մասին է։ Մենք օրակարգը ինչի մասին է, որ պետքա լինի հաշվետվողականություն, թափանցիկություն, բարեվարկություն եւ մենք բոլորը ընդունում ենք այդ օրակարգը, իրենք էլ են ընդունում, իրենք դուրս չեն դնում իրենց այդ օրակարգից եւ այդպես շարունակ։ Հիմա նույն տրամաբանությամբ, երբ որ մենք բան ենք անում, ունենք կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգ։ Մենք մեզ դուրս ենք դնում այդ օրակարգից, չէ՞ դու ընդհակառակը։ Մենք առաջին հերթին մեզ ենք դնում այդ օրակարգի մեջ։ Եվ բոլոր այն գործողությունները հակակոռուպցիոն քաղաքականության, որ անում ենք, այդ առաջին հերթին իշխանության ինքը իրան լրացուցիչ ձևով սահմանափակելուն է ուղղված։ Դրանով է 10 եպիսկոպոսները դրանով են ընդունելի առաջին հերթին։ Ամենայն հարգանքով անձերի նկատմամբ, բայց բովանդակության հիման վրա են ընդունել։ Իրանք ասում են, իրենք հայտարարություն են արել, որ իրանք ասել են մենք մեր բաժին մեղքը ընդունում ենք։ Եվ իրենք առաջ են քաշել բարենորոգման օրակարգը։ Եվ դա սկսել է կոնկրետ կետից։ Եթե Կտրիչ Ներսիսյանը տրամաբանական լուծման գնար եւ Արշակ Խաչատրյանին հետ կապված հետաքննությանը չխոչընդոտեր, կարծում եմ 10 եպիսկոպոսների ես դրսևոր, իմիջայլոց։ Դա էլ են ասում, բա ասում են ուղղորդել եք, չգիտեմ, կոմպրոմատներ եւ այլն։ Պատմության հիմքին եկեք նայենք։ Հենց Կտրիչ Ներսիսյանը ինքն է խումբ ստեղծել, ասել, այս հարցը քննեք եւ ներկայացրեք։ Այդ խումբը ընթացքում տեսել է եւ առաջին հայտարարությունը ըստ էության պարունակում էր այդ բովանդակությունը, որ Կտրիչ Ներսիսյանը առաջ դնելով հարցը քննելու եւ եզրակացության գալու խնդիր այդ մարդկանց առաջ։ Հետո սկսել է խոչընդոտել այդ մարդկանց գործունեությունը, որ ճշմարտությունը չպարզաբանվի։ Այսինքն ուզեցել է, դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ուզեցել է Արշակ Խաչատրյանի դեպքը մաքրի բանի եպիսկոպոսների միջոցով, այսինքն Արշակ Խաչատրյանի մեղքի պատասխանատվությունը դնի 10 եպիսկոպոսների վրա, չգիտեմ, գուցե բոլորը չեն։ Այս մարդիկ էլ ասել են, բայց մի րոպե մենք ինչի պետք է դրա պատասխանատվությունը վերցնենք։ Ինչի պետք է, այսինքն ստեղից է սկսել, այդտեղ ոչ ուղղորդման կարիք կա, ոչ Եվ այդ ա եղել ենթադրում եմ, ես իրանց հրապարակային տեքստերից եւ ենթադրում եմ իրանց այդ շփումներից ես տենց եմ հասկացել ամեն դա։ Այդ եղել այն վերջին կետը, որ իրանք հասկացել են, որ չի լինի սենց։ Հաջորդ հարցը ազատություն Ալիևյան։
Պարոն վարչապետ, դուք ասացիք, որ հոգևոր նորոգման օրակարգն եք կիսում, այսինքն ձեզ միավորում եք այս եպիսկոպոսների հետ այդ օրակարգը եւ ողջունեցիք նրանց հայտարարությունը, որով նրանք պատրաստվում են հավաքանցկացնել կաթողիկոսին հեռացնելու պահանջով։ Մինչև այս հայտարարությունը անելը արդյոք նրանց հետ հանդիպում ունեցել եք, եթե այո, նրանք մինչև հայտարարելը պատմել են իրենց մտադրության մասին ձեզ։ Եվ երկրորդ հարցը, փաստորեն պարոն Փաշինյան, դուք ասում եք, որ չնայած իրավապահների լռությանը, դուք ասում եք, որ շարունակում եք պնդել, որ կաթողիկոսը զեկուցում է օտարերկրյա ծառայություններին եւ հակապետական գործողություններ է իրականացնում։ Չեք կարծում, որ դուք լինելով երկրի ղեկավար ձևավորում եք վտանգավոր մի նախադեպ, որով քաղաքացիները մարդիկ առհասարակ միմյանց կարող են խիստ ծանր մեղադրանքներ հնչեցնել, այս դեպքում դուք գրեթե պետական դավաճանության մեղադրանք եք հնչեցնում կաթողիկոսին եւ կատարել դրանից բխող գործողություններ։ Եվ դուք փաստորեն այս իրավիճակում փաստորեն ստեղծում եք մի նախադեպ, որով առանց իրավական գործընթացների կարելի է մարդկանց մեղադրանքներ հնչեցնել եւ դրանից բխող գործողություններ իրականացնել։ Նախ 10 եպիսկոպոսների հավաք անցկացնելու մտադրության մասին ես իմացել եմ իրենց հայտարարության տեքստը կարդալով։ Երկրորդը, ես էլ եմ ասում, ես ոչ մի իմ հայտարարության պահին ոչ մի գաղտնի բան չեմ բացահայտել, բացահայտել եմ արդեն բացահայտվածը։ Բացահայտել եմ արդեն բացահայտվածը։ Մամուլի հրապարակում, մամուլը փաստաթուղթ է հրապարակել։ Փաստաթուղթ, ընդ որում այդ փաստաթուղթը գտնվում է նաև պետական մարմինների տիրապետության տակ։ Պետական մարմինների տիրապետության տակ։ Ինչ կա, իմ ասածի մեջ ոչ մի նորություն չկա։ Ոչ ես մտանգավոր նախադեպ չեմ ձևավորում, որովհետև ի տարբերություն ոմանց, այդ թվում ցավոք լրատվամիջոցների անհիմն հայտարարություններ չեմ անում։ Դա կոնկրետ հիմնավորումներ ունի եւ հրապարակային են այդ հիմնավորումները։ Իրավական պրոցես, որովհետև իրավական պրոցեսը ունի բազմաթիվ նրբություններ, որտեղ նա միջպետական հարաբերությունների 1000 հարց կա։ Ընդհանրապես, եթե դուք ուշադիր լինեք այդ ոլորտներին, կտեսնեք, որ շատ կարևոր նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնել։ Հաջորդ հարցը ամենապրեսը։ Պարոն վարչապետ, ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություն են տարածել, որ սկսվել է նավթամթերքի արտահանման գործընթաց այսօրվանից դեպի Հայաստան, ինչ մանրամասներ կարող եք ներկայացնել, խմբականակ, դա կանոնավոր գործընթաց է լինելու թե մեկ անգամյա է այս բեռնափոխադրումը։ Այո, ես էլ տեսա, որ արդեն շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժվել է եւ գալիս է Հայաստան եւ ես ողջունում եմ այս զարգացումը։ Այդ զարգացումը, այսինքն զուտ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց իհարկե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար, իհարկե նաեւ քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որ հնարավորությունների մասին երկու երկրների գործարար շրջանակները կտեղեկացվեն եւ համապատասխան հետաքրքրության արկայության պարագայում նրանք արդեն գործարքները կկնքեն, գործարքը կնքված է, մուտքը գործի Հայաստան, ես ճիշտ ասած շատ մանրամասներով, խմբականակներով եւ այլն չեմ տիրապետում, գիտեմ, որ մի գնացք է գալիս, ինչքան է կոնկրետ այդ ովքեր որ առևտուր են անում, իրենք ավելի կմասնավորացնեն կամ երբ որ արդեն մեր մաքսային ծառայությունները մտնի երկիր եւ տեղեկության տիրապետեն, ես այն ժամանակ կտիրապետեմ։ Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, նաեւ ես գիտեմ, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան եւ հույս ունեմ այդ հարցերը կամ կկարգավորվեն կամ եթե չկարգավորվեն տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր, եթե այդ գործարքները շարունակեն հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը եւ արտահանումը ապահովելու։ Վերջին հարցներ,